Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ։ Այսօր մեր առաջնային պահանջը հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն է, Արտակ Բեկլարյան։ Խաղաղություն, ինքնության ոչնչացման գնով, Արմեն Հարությունյանի հոդվածը։ Հալեբի փրկարարական տունը, հայ կանանց եւ երեխաներու վերականգնման կենտրոն։ Սարտուրի Փ-ի սեբակիր արձանագրությունը Վարդենիսի ծովակին մեջ։ Հայտնաբերված հերակիրը հայրու ցեղասպանության անմիջական ապացույց։ Արմին Ուեգների լուսանգարը, հայ որբերու հերթը Ալեքսանդրապոլի մեջ, արցախցիներու 2 տարի շարունակվող պայքարը։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կկազմակերպի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական արարողությունը, որտեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ժամը 11:30-ին մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր պատվիրակները եւ հյուրերը մասնակցելու ընտրության նախաբես լրացնելով Western Armenia պաշտոնական գայքին մեջ նշված հայտարարումը։ Արցախ միության նախագահ Արտակ Բեկլարյանը նոյեմբեր 10-18-ը այցելած է Տանյա, Իսլանդա եւ Ֆարեգան կղզիներ ներկայացնելու Արցախի մեջ 2020-2023 թվականներուն ընթացքին իրականացված ցեղասպանության գործընթացները, մշակութային ժառանգության կործանումը եւ բռնի տեղահանվածներու ծանր իրավիճակը։ Անգշեշտ է հայրենիք վերադառնալու իրավունքի անհետաձգելի գիրառումը եւ միջազգային հանրության լրության վնասակար հետևանքները։ Mission Tent Fort-ի գազམ་ագերբության դնորենը եւ դեղական օրենսդիրներ իրենց ելույթներուն մեջ արձանագրած են, որ Արցախի ողբերգությունը համամարտկային պատասխանատվություն մնե, իսկ 2023-ի սեպտեմբերին դեղի ունեցած իրադարձությունները դաժան էթնիկ զդում։ Միջոցառումները եզրափակված են Տանյահայ դաշնագահար Իրինա Հայրապետյանի երաժշտական ներկայացումներով։ Իրավաբանական գիտություններու դոկտոր Արմեն Հարությունյան կներկայացնե, որ յուրաքանչյուր ժողովրդի գոյատևման հիմքը իր պատմական, մշակութային եւ հոգեվոր ինքնությունն է եւ թե այսօր այդ ինքնությունն է խորաբես վտանգված։ Անոր գնահատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը ուղղված է հայ ինքնության հիմնական հենասյուներու ոչնչացման, մինչդեռ Հայաստանի մեջ տեղի ունեցող որոշ գործընթացներ կնպաստեն պատմական հիշողութենեն եւ արմատներեն աստիճանական հերացման։ Հարությունյան կշեշտե, որ միակողմանի քաղաքական զիջումները միան կխրախուսեն Ադրբեջանի հարձակողականությունը, քանի որ այդ երկրի իշխանությունը հիմնված է հակահայ թշնամանքի եւ ադելության վրա։ Անոր խոսքով խաղաղությունը կրնա ըլլալ գայուն միայն այն բարակային, երբ պահպանված է ազգային ինքնությունը։ Խնդիրը մեղավորներ որոնելը չէ, այլ Հայաստանի հոգեվոր, մշակութային եւ պատմական ինքնիշխանության պաշտպանությունը գեզրափակ է ան։ 1921-ին հայրու դեմ իրականացված ցեղասպանութենեն ետք ազգերու լիգայի նախաձեռնությամբ Հալեբի մեջ ստեղծվեցավ Հալեբի փրկարարական տուն կոչված կենտրոնը։ Անոր նպատակն էր փրկել, գտնել եւ վերականգնել ցեղասպանութենեն վերապրած հայ կանանց եւ երեխաները, որոնք հաջող բռնի ուժով դարակրված եւ ընտանիքներեն բաժնված էին։ Գետրոնը, որ ջանցված էր նաև որպես ընդունելության տուն, կգործեր ազգերու լիգայի եւ հայրու տանյացի բարեկամներ գազམ་ագերբության համատեղ ղեկավարությամբ։ Այստեղ հասնող յուրաքանչյուր կին եւ երեխա կգրանցվեր հատուկ մատյաններու մեջ։ Այս բացառիկ արժեքավոր գրառումները այսօր պահված են Ժնևի մեջ, ազգերու լիգայի արխիվներուն մեջ, որպես ցեղասպանութենեն վերապրածներու կյանքը պաստող անփոխարինելի վավերակիր ժառանգություն։ Քրիստոսի առաջ 7-րդ դարու գեսերուն ստեղծված Վանի թագավորության արքա Սարտուրի Փ-ի սեբակիր արձանագրությունը այսօր կգտնվի Գեղարքունիքի նահանգի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղին մեջ։ Այս հնագույն արձանագրությունը չափազանց արժեքավոր վկայություն մնե Հայաստանի պատմության եւ Վանի թագավորության մշակութային ժառանգության համար։ Թուրք պատմապան Թանր Ակչամ հրաբարակած է Բահաըդդին Շաքիրի 1915 թվականի հունիս 4-ի գաղտնի հերակիրը, որն ուղարկված էր տեղական ներկայացուցիչին։ Շաքիրը կհարցնե, թե տեղահանված հայերը արդեն ոչնչացված են, թե միայն աքսորված։ Այս փաստաթուղթը անգամ եւս ցույց կտա, որ տեղահանությունը նպատակաուղղված էր լիակատար ոչնչացման։ Բահաըդդին Շաքիրը ցեղասպանության գլխավոր գազམ་ագերբիչներեն մեկն էր։ 1922-ին Բերլինի մեջ ան եւ իր հանցագիծ Ջեմալ Ազմի սպանվեցան հայ վրիժառուներու Արամ Երգանյանի եւ Արշավիր Շիրակյանի գոմե։ Գերմանացի բժիշկ եւ իրավապաշտպան Արմին Ուեգներ 1915-1916 թվականներուն Ալեքսանդրապոլի ներկայիս Գյումրիի մեջ լուսանգարած է որբանոց ընդունվելու հերթը սպասող հայ որբերը։ Լուսանգարը առնված է առաջին աշխարհամարտի օրերուն, երբ քաղաքը կգտնվեր ռուսական կայսրության վերահսկողության տակ եւ հետագային դարձած էր ամերիկյան մերձավոր արևելքի օգնության կոմիտեի կենտրոնը։ Ուեգներ ծառայելով գերմանական բժշկական զորամասին մեջ ականատես եղած է հայրու ցեղասպանության եւ գաղտնի գերբով արձանագրած է իր դեսածը չհնազանդելով օսմանյան արգելանքներուն։
Անոր նկարները դարձած են ցեղասպանության կարևորագույն տեսանելի ապացույցներեն եւ օգտագործված են դատավարություններու ընթացքին։ Ալեքսանդրապոլի մեջ ստեղծվեցավ աշխարհի ամենամեծ երբևէ գոյություն ունեցած որբանոցը, որբերու քաղաքը, ուր աբաստան կդան տասնյակ հազարավոր հայ երեխաներ։ 2 տարի անց Արցախեն բռնի դեղահանված հազարավոր հայեր թեր կփորձեն դժվար պայմաններու մեջ վերագառուցել իրենց կյանքը։ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ստիպեց Արցախը լիովին դատարկվել, ավելի քան 120,000 մարդ ցկելով առանց տուն։ Այնուամենայնիվ, այս ծանր իրականության մեջ գոյություն ունին դիմադրության եւ գամքի պատմություններ։ 23-ամյա Էլինա Բալասանյանը վտարում են ետք փորձեց նոր կյանք կառուցել, գյուղի մեջ սպառվելով սնունդի արդարությամբ, ներառելով երիտասարդները եւ խտանելով կանանց տնտեսական գործունեությունը։ Անոր եւ իրեն նմաններուն օրինակները կհիշեցնեն, որ նույնիսկ կորուստին եւ ցավին մեջ արցախցիները կշարունակեն պայքարել իրենց արժանապատիվ ապագայի համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։